Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է, մեր նկարանող խումբը Մոսկվայում է եւ իհարկե այս անգամ արդեն մենք ոչ թե ուղիղ կապով, այլ փաստորեն հյուրընկալվել ենք մի ազնվորության, ով մեր ծրագրի լավ ու վաղեմի բարեկամն է, ում հետ մենք արդեն բավականին երկար ժամանակ համագործակցում ենք եւ կարծում եմ պատահական չէ, որ օրեցօր այդ ազնվորության վարկանիշը սկսում է բարձրանալ եւ մարդիկ ավելի այսպես լուրջ ու ճիշտ հետևություններ են անում նրա ամեն մի ելույթից հետո։ Դե հասկացաք խոսքս համահայկական ճակատշարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Պարոն Կարապետյան, հավանաբար նկատել եք, որ հատկապես վերջերս երկրի վարչապետը ամենուր խոսելով այս կամ այն ամբիոնից անընդհատ շեշտում է, որ Հայաստանը երբեք այսքան ազատ ու անկախ չի եղել, քան հիմա է։ Ես չգիտեմ ինչից ելնելով է սա հայտարարում վարչապետը, բայց տեսեք նրա այդ խաղաղության ծրագիրը իբր ամեն օր օրեցօր մեզ ավելի է մոտեցնում բազալի մեր բոլորի երազանքին։ Ինչ կասեք այս ցնդամանության մասին։ Աղուշյան, ես իմ ելույթներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք այսօր հաստատի կորցրել ենք պետականությունը։ Մենք իրավաբանորեն գոյություն ունենք, պահպանել ենք, այսպես իրավաբանորեն մեր արկայությունը, ասենք, աշխարհում, բայց իրականում մենք պետություն չունենք։ Եկեք հասկանանք։ Ինչեմ ես այդպես ասում, այդ անկախության մասին։ Պետությունը պետք է կարողանա լիովին տիրապետի իր սահմանին եւ իր տարածքին։ Մենք այսօր չենք տիրապետում ոչ մեր սահմանին, ոչ էլ մեր տարածքին։ Քանի որ մեր երկրի ղեկավարը արդեն ստորագրել է այդ տրիպի, մենք այդ հարցին կվերադառնանք ճանապարհին։ Մենք չենք տիրապետում մեր սահմանին, որովհետև դելիմիտացիոն կոչեցյալ այդ բանը, որ արեցին, դա դուս եկավ ֆիկցիա, դա ինչ որ sense կռիչ սարքեցին, որի տակով, sense ասեմ, ոնց որ ասում են ժողովրդի մեջ գյոզերով հանձնին մեր տարածքները եւ չշարունակվեց դա։ Մենք չենք տիրապետում եւ չենք վերահսկելու մեր երկրով անցնող տրանզիտները։ Եթե ճանապարհ աշտարքում եւ մեր երկրով տրանզիտ անցնում չենք վերահսկում։ Մեր սահմանապահն եւ տամոժնիկը չի կարողանալու ստուգի ադրբեջանցու փաստաթուղթը, երբ որ ինքը տրիպի ճանապարհով անցնելու է Նախիջևան, օրինակ եմ ասում։ Բայց մեր քաղաքացին, եթե փորձի այդ տրիպի ճանապարհով, օրինակ անցնի նա այդպես Ռուսաստան, օրինակ եմ ասում, կամ դեպի Կասպից ծով, Թուրքիա, Միջին Ասիա եւ այլն, ինքը ստուգվելու է։ Դուք մենք չենք տիրապետում մեր սահմաններին։ Հասկանում եք։ Մենք չենք տիրապետում մեր տարածքին։ Մենք չենք տիրապետում մեր ֆինանսներին, մեր երկրի վարչապետը ոչ մի ձև չի տիրապետում։ Մենք ահռելի պարտք ունենք, որը արդեն ոնց որ թե ասում, չգիտեմ, 13 միլիարդ, թե 14 միլիարդ, արդեն շուտով էլ հաշիվն են կորցնել պարտքի։ Այսինքն չի կարա կառավարի հիմնական ֆինանսական հոսքերը Հայաստան։ Ինքը կատարում է ինչ որ իրան ասում են։ Պարտք տվողը ասում է, այս չկա երկրի։ Ինքը չի կարողանում ապահովի մեր երկրի արտաքին անվտանգություն։ Ինքը զրկել է Հայաստանը խոսքի իրավունքից աշխարհում։ Ինքը այս վերջի մի բան ասեք, որ ինքը գնացել է, օրինակ մի տեղ խոսացել է եւ պահանջել է Հայաստանի այսինչ բաները, հետաքրքրությունները կամ հայ ժողովրդի այսինչ հետաքրքրությունները աշխարհից պահանջել են, որ լսեն եւ ասենք միջամտեն։ Ցույց տվեք։ Իսկ մենք կորցրել ենք աշխարհում խոսքի իրավունքը։ Մենք կորցրել ենք մեր անվտանգության, այսպես ասեմ, գոնե մեր Հայաստանի տարածքում, sense խոսք կար, չգիտեմ, կոմունիստներն են օգտագործում, ասում են գեգեմոն լինելը։
Մենք տարածաշրջանում ոչինչ չենք լուծում, ինչ մնաց աշխարհում։ Մենք լինելով տարանցիկ ճանապարհ, մենք մնում ենք մեկուսացված։ Հələ այդ արտաքինը սաղ ենք ում թողած։ Մեր երկրի ղեկավարությունը չի կարող ապահովի իր քաղաքացիների իրավունքը թե աշխարհում, թե երկրի ներսում։ Դատում են Բաքվում։ Մեր երկրի քաղաքացուն, եթե բռնեցին ինչ որ աշխարհի մի կետում, այսպես ասեմ, ոչ մի ուժ չկա։ Ճիշտ ասած է զարմանում եմ, ոնց ասենք հատուկ ծառայությունները, օրինակ կան չէ, հետախուզություն կա, բան կա, ոնց են աշխարհով աշխատելու։ Բռնվեցին ով է տեր կանգնելու դրանց։ Երկրի ղեկավարը չի կարա։ Ինքը որ գալիս է Մոսկվա, ասկի իր հեծանիվի տերը չի։ Հասկանում եք։ Մեր երկրի պետությունը չի կարող ապահովի մեր ժողովրդի ներքին անվտանգությունը։ Ամբողջ օրը սպանություն, ամբողջ օրը թալան, ծանր հանցագործների աճ, նարկոտիկների վաճառք եւ այլ։ Իրանց տվյալները կարամ ասեմ։ Իրանց տվյալներից եմ ասում։ Չի կարողանում ապահովի մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական բարեկեցությունը։ Թանկացումներ, հարկերի ավելացում, մեծ շերտավորում հարուստների եւ ոչ ապահով խավի մեջ։ Ինձ հարց ունեմ, բացի դրանից, չի կարողանում էլեմենտար ներքին հարցեր լուծել։ Հարց ունեմ, բա այդ անկախությունը ուր է։ Ու շարունակեմ, խաղաղության պայմանագիր դա չի կարա կոչվի, որտեղ նորից եմ գնում, Ալիևը հասավ ամեն ինչի։ Արցախը վերցրեց, մնացած Արցախի շուրջ անվտանգության գոտին, որ ստեղծված էր, վերցրեց։ Ճանապարհը Ադրբեջանից Նախիջևան ստացավ 350,000 ադրբեջանցիներ, եթե այս իշխանությունը մնաց, հավատացնում եմ, գալու են Հայաստան, ու ուզում եմ հավատացնեմ, չնայած ասել եմ դա, որ գալու է ժամանակ, որ մեր երկրի ղեկավարությունը խոսելու է արևմտյան Ադրբեջանի մասին։ Եթե այս բանը մնաց, մենք ոչ մի նույնիսկ խոսքի իրավունք ժողովուրդը չունի մեր բանում, որովհետև ով որ խոսում է, ով որ տալիս է, ասենք ինչ որ գնահատական, այդ մարդը հայտնվում է կամ բանտում, կարծիք ասել իրավունք չունի։ Բայց ասենք Ֆիդանը, արտգործ նախարարը Թուրքիայի հայտարարում է, որ ինքը պաշտպանելու են իրեն, Թուրքիան պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա թող փորձեր մի երկիր, երբ որ ընտրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մի երկիր, չեմ ասում Ռուսաստան կամ Չինաստան, ասենք Ֆրանսիայի նախագահան հելներ հայտարարեր, որ ինքը պաշտպանում է, ասենք Բայդենին։ Թող փորձեր։ Իսկ մեր մոտ արդեն նշանակում են թուրքերը մեր մոտ ղեկավար։ Դա միայն դա է նշանակում։ Դա ոչ թե արտգործ նախարարի ասած է։ Նա ինչ է ասում։ Ուզում եք, որ ձեզ չկոտորենք, ուրեմն սրան պետք է նշանակենք։ Դες արդեն խոսքի իրավունք էլ չունենք։ Ես ասեմ, պարոն գեներալ, շատ տխուր փաստեր եք վերում եւ սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, չէ, ինչի մասին է խոսքը, որքան հեռու կարող է գնալ այս ամենը։ Եվ պատահական չի, որ այս բոլորից հետո դուք էլ երևի պարոն Կարապետյան նկատել եք, որ վերջին շրջանում հատկապես մամուլում, մեդիա դաշտում սկսել են ավելի այսպես սարսափելի ձևով ձեր հասցեին
լկտի զզվելի արտահայտություններ, մի այսպես քարոզարշավ է սկսվել գեներալ Արշակ Կարապետյանի հանդեպ, որը հասկանալի է նրա դիրքորոշումից է գալիս։ Եվ քիչ առաջ նշեցիք, որ արդեն հարևան երկրի իշխանություններն են իրենց տեխնացուին պարզապես մատնացույց անելով հասկացնում մեր ընտրողներին, որ սա է ձեր տեխնացու։ Դե սա ամենասարսափելին է։ Լավ, այս ամենը ինչով եք բացատրում ձեր դեմ սկսված այդ սարսափելի քարոզարշավը։ Աղուշյան, սենց ասեմ, ես այսքան ժամանակ խոսել եմ, աշխատել եմ ոչ մեկի հասցեին վիրավորանք չանեմ։ Եթե նույնիսկ ինչ-որ այսպես բան եմ արել, քննադատել եմ կոշտ, ինչ են նեղանում, էլի չեմ վիրավորել, բայց իրենք ինչից են նեղվում, այսպես վատ զգում, որտեղ իրենք չեն կարող իմ նման վերլուծություն անեն, գլուխ չեմ գովում։ Թող մեկը հելնի, ոչ թե ասենք սկսի վիրավորել այսինչ գեներալին կամ այսինչ նախագահին կամ այսինչ բան, այ վեր կենա եւ վերլուծականով ասի սխալ ես։ Իսկ մեր մոտ ի՞նչ է տեղի ունենում։ Նա ասեցի նախորդ հարցի ժամանակ։ Եթե դու ունես ուրիշ կարծիք, ուրեմն դու իրենց կողմից համարվում ես հակառակորդ եւ այդ գիտեք այն բանի նման հարցակում են։ Ես որոշ ժուրնալիստների անուն դրել եմ սատանու խլինք։ Որտեվ խլինք են, որտեվ գալու է ժամանակ այսպես սրբելու ենք, հետքն էլ չմնա։ Ու ինչ անում մեր երկրի ղեկավարը, այս իմ տեղեկությունները օրինակ մի քանի օր առաջ ջղայնացած է տրիպի ճանապարհի մասին որ խոսել եմ, ջղայնացած հրավիրել է ԱԾ-ի տնօրենին, մեկ էլ ինչքան գիտեմ պաշտպանության տնօրենին, նախարարին կներեք։ Ու ցույցում է տվել բոլոր ձեր ռեսուրսները օգտագործեք Կարապետյան Արշակին վարկաբեկելու եւ այլ։ Ոնց ենք ասում, օթում պատտվող լուրերի համաձայն, հա։ Ու ինչ արվում։ Դե եթե երկրի ղեկավարը ժուրնալիստ է դեղին, գտնում է իր նման ոչ թե արդեն դեղին այ մուկ դեղին, այսպես մի քանի ժուրնալիստ, ու սկսում են մի աբսուրդություն, կեղ բան, ու ցավը գիտեք որն է, որ մենք ունենք ժողովրդի մի հատված, որ նստում լսում է ու հավատում են։ Հասկանու՞ք, հետո ես մի բանով եմ զարմացած, ասենք եթե ուզում ես քեզ էֆիրում լսես, ուրեմն պետք է վիրավորես ինչ-որ մարդու, որի, ասենք, ստատուսը բարձր է, ինչքան բարձր այնքան լավ, ու դրա տակ շատ լավ մտնում են գեներալները։ Հասկանում եք, ինչ արեցին, այս մի վերջի 15 տարվա մեջ գեներալը դարավ բացասական կերպար մեր ժողովրդի մեջ։ Ես կասեմ 2006, 2000 երևի թե ավելի շատ 8 թվականից, այսպես ասեմ, 2006-2008 թվականից։ Ստացա սենց ասենք, բացարձակ բացասական կերպար։ Սպա դարավ անզոր։ Դատախազը եւ քննիչը ցանկացած սպայի կարող էին կալանավորել ցանկացած սպայի։ Սպան հիմնական մասը մեր սպաների ծանր մարտական պայմաններում էին։ Հասկանում եք։ Ոչ մի խոսքի իրավունք չունեին։ Սկսին զրկվել, այսպես ասեմ։ Էլի տենց անունը դնում էին բարեփոխումներ եւ այլ, որ մենք իրար մեջ ասում ենք կներեք, շատ ներողություն եմ խնդրում, ասում ենք բարեկողումներ։
Հիմա նույնն է կատարը, հիմա ավելի բեթար է։ Այն ժամանակ գոնե ասենք ղեկավարներ կային, ասենք բարձր կոչումով սպաներ, ասենք պաշտպանության նախարար կար, բարձր գեներալի կոչումով, փոխնախարարներ կային, գեներալների կոչումով, որոնք էլի գեներալ էին, ինչ որ զսպում էին, փորձում էին սպաներին պաշտպանել։ Հիմա չկա։ Հիմա ամենաանպաշտպան խավը Հայաստանի Հանրապետություն դա սպայական մեր կորպուսն է։ Ամենաանպաշտպան խավը։ Ես հպարտությամբ միշտ ասել եմ, ես 10 տարի եղել եմ հետախուզության պետ, 10 տարի եղել եմ, ու ես չեմ ունեցել ոչ մի դատված մարդ, շարքայինից սկսած մինչև իմ տեղակալ, ու ես գտնում եմ դա մեծ հաջողություն, ու ուզում եմ ասեմ, որ այսօր մարդուն կեղտ է մեր սոցցանցերն, կներեք տղամարդիկ խոսում են, նայես, տղամարդ չկա, հասկանում եք, տղամարդ ի նկատնում այդ խոսողները ժուրնալիստների մեջ, ով որ ասենք, լափառոշ բերանները բացում են, չէ, արծի մի սեկեր է, ինչ է կարե, գեներալ եմ, չէ, կարող եմ եկել, սենց ասեմ, վատ վերջանա, ու ես ասել եմ, ես բոլոր այդ բաները անձնականը դրել եմ ենքում, բայց երբ որ վերադառնամ եւ սկսեմ արդեն սպառվել իմ անձնականով, շատ ծանր պատասխան եմ տալու։ Դա կուլ չի գնալ։ Միշտ թող վախենան այն մարդուց, որ չի պատասխան։ Անուշը։ Իսկ ով հելնում ասեն, բան ես ասում, պատասխանում է այդ մարդը վախելու չի։ Միշտ վախեն մարդուց, որոնք չի ասում։ Դա ճիշտ է, սխալ է։ Չի սկսում ասել, սենց չի նենց է։ Աստված ձեր հետ, ասма, поживем, увидим։ Ես ուղղակի կներեք ցավում եմ, որ մենք ունենք տենց երկրի ղեկավարություն, որը նման պատվերներ է տալի։ Օգտվելով այսպես մի քանի այսպես սոված են, որոնք ասեն կպնում են տարբեր քաղաքական գործիչներից, որ փող կոնձան, ասենք, քանի փող են կոնձում, նրա օգտին են խոսում, հետո գնում են փող են կոնձում սրանից, սրա դեմ են խոսում, սրա օգտին են խոսում։ Վերջում էլ, երբ որ սաղ հիասթափվում են, գալի մտնում են կառավարության ու շատ ցավում եմ, որ ասում եմ, մեր երկրի ղեկավարությունը ոչ պաշտպանում է իր քաղաքացուն։ Միայն իր քաղաքացուն է պարկասում ասֆալտին։ Շուտով ադրբեջանցիները գալու են մեր տարածքով ասեն, դե դու փորձի մեկին պարկասնի ասֆալտին։ Թող փորձի, ուզում եմ տեսնեմ։ Առանց Բաքվի թույլտվությամբ։ Թող փորձի մի թուրք է, այսքան թուրք կա այնտեղ, թող փորձի մեր օպերատիվ ծառայությունը մի թուրքի պարկասնի գետին, ասֆալտի վրա։ Ուզում եմ տեսնեմ։ Դուխներդ ունեք, արեք ցույց տվեք։ Բայց առանց Թուրքիայի թույլտվությամբ, առանց համաձայնության։ Չզանգեք ասեք, թողում եք այդ է, իսկ մեր քաղաքացին անպաշտպան է, ոնց որ ասեցի։ Ու հիմա իրանք էլ գոնե պաշտպանեն քաղաքացուն, ավելի շատ իրանք են բանանում, այդ մարդուն փորձում վարկաբեկել։ Չեն կարող կալանավորեն, չեն կարողանում, ասենք, դեմը առնեն, սկսում են վարկաբեկել, ես չեմ կանգնելու, ինչ խոստացել եմ, անելու եմ։ Ուզում եք ընդեք գլխի վրա ստոյկա տվեք։ Պարոն գեներալ, դե Թրամփի մասին շատ ակեցիք, Թրամփի ուղին, որը մենք այդպես անվանում ենք, ադրբեջանցիները շարունակում են, ոնց ասել են Զանգեզուրի միջանցք, այդպես էլ կոչել։ Եվ վերջո որքանով է այն ճանապարհը մերը լինելու եւ հավատում ենք այդ գաղափարին ընդհանրապես։ Պավոշյան, այդ ճանապարհը մերը չի։ Իմիջիալոց ասեմ, ըստ ինձ, ավելի լավ է այդ ճանապարհը տանք Ադրբեջանին, որտեղ կարող է գալ ժամանակ մենք Ադրբեջանի ձեռքից դա կարայինք վերցնենք։ Քան գնացինք, տվեցինք ամերիկացուն։ Ու իմացեք, ածվանկա, դազվանկա մենք ամերիկացուն չենք կարող ունդից անենք։ Կամ էլ ունենալու ենք մեծ, չգիտեմ, շատ մեծ խնդիրներ։ Իսկ ադրբեջանցի հետ մենք կարանք, նո այսօր իրանք են մտել Ղարաբաղը, քանի անգամ եղել պատմության մեջ։ Վաղն մենք ենք մտնելու։ Ավելի հեշտ էր վերցնել դա անորից եմ կրկնում ադրբեջանցու ձեռքից, քան ամերիկացու։ Ու ես երբ եմ ասել, որ
Ամերիկայի ռազմական ակադեմիաներում, եթե հետ տակ 23 թե 24 թվականին, ես այն ժամանակ եմ ասել, որ Ամերիկայի ռազմական ակադեմիաներում սովորում են քարտեզ, որի վրա մեղրին չկա։ Ու այդ փաստաթուղթ կա, ես մոտակա ժամանակ կհրապարակեմ, այդ քարտեզը կա, ինտերնետում էլ կա։ Ու այդ իրանք սովորել են դեռ 2006 թվականին։ Եվ այսօր դա իրագործվում է։ Այդ ճանապարհը չի կարող լինի հայկական արդեն ինչ է նշանակում 70%-ից ավել, ինչքան նշանակում, ինչ ասեմ, 74, հա։ Ամերիկացիներին են։ Ես լսել էի, որ 49-ը 51-ը պետությանն է լինում, 49-ը լինում է, որ տալիս ես մասնավորի կամ այլ պետության, իմիջիալոց Գազպրոմ Արմենիան սկզբից այդպես է եղել։ Այդ որ հետո ծախել են, այդ երկրորդ հարցն է։ Բայց սկզբից եղել է 49%-ը ռուսական, 51%-ը հայկական։ Բայց կառավարման իրավունքը տրվել է, ասենք, 49% փայատերին, այսպես ասեմ։ Լավ, այդքան ազնիվ էին, թող ամերիկացին ընկեր 49%, 51%։ Անես չի, որ գազի համար մենք այնտեղ եսի միշտ ներդրում էր արել, որ 51% Իրանն է։ Ոչ մի ներդրում էլ չկար։ Այն 5 տրուբեկը, որ 90-ականներին ասում էին, 49%-ը տվեցինք, այդ Գազպրոմը վեկալավեցավ, վերականգնեց, բայց Իրանը 49% էր։ Հետո սկսին քիչ-քիչ ծախել, այդ արդեն ասում եմ, երկրորդ հարցն է, չգնանք այդ քննարկման, դե խի տենց արեցին մերոնք։ Իսկ Տրամպի ճանապարհը արդեն 74%։ Այն որ ասում է, հետո իրավունք ունի տոկոսը փոխի, հա, ու դե շատ վտանգավոր կետեր են բացակայում։ Այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է 5 տարի հետո, եթե սրանք մնացին, դա լինելու է 100% ամերիկացիների։ Բացի դրանից, այդ նշանակում է մենք օտարինք ի վերջապես, որտեղ չկա ոչ մի տամոժնի, ոչ մի սահմանապահ, ասում է սահմանապան ժամանակակից ձևով, քանի նույն բանը կներդրենք մեր аэроպորտում, ոնց որ նորություն է ասում։ Առաջարկում եմ թռնի գնա Եվրոպա, անցնի հասարակ բանով ու կարդում է այնտեղ։ Հա, կարաս այդ պասպորտով անցնես, որը չիպ է։ Բա որ ասենք մեր Հայաստան եկան, առանց այդ չիպի մտան аэроպորտ, սահմանապատ չի ստուգելու, հարց եմ տալի։ Ստուգելու է, չէ՞, ասենք արաբական երկիր է, չունի, կամ աֆրիկյան երկիր է, չունի, կամ ինչ-որ մի երկիր չունի, կամ յուղացի մարդը չի փոխե իր անձնագիր։ Եկել է գործող անձնագրով, չիպ չկա մեջը։ Դու քո քաղաքացին չես կարա չիպով այդ անձնագրերը ապահովես։ Ուր մնաց պահանջես մյուսներից, ու անեկդոտ է, համեմատել նա այն իրավիճակը, այս իրավիճակի մեջ, էլի այդ որ ասում է կռուտի տանելը, այդ կռուտի տանելն է։ Խոսքը չի գնում ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Խոսքը գնում է, եթե ժամանակակից տեխնոլոգիան սահմանին ցույց տվեց, որ այս մարդը պետքա մուտք չգործի երկիր, ով է մոտենալու այդ մարդուն։ Ասենք այդ տուրնիկետը չբացվեց։ Ինչ ես անելու։ Հերվից մեգաֆոնով գոռալու ես ապե գնա։ Ասենք մեկը տալիս է, գնում է, ինքը ռոզիսկի տակ է, միջազգային ռոզիսկի տակ է, ոնց որ ասենք ես։ Ռոզիսկի տակ է, ասենք ես եկա կանգնեցի, այդ տուրնիկետը չթողեց։ Ով է ինձ գալի կալանավորի, սահմանի վրա։ Ադրբեջանցին եկավ ցույց տվեց, որ Ֆրանսիայի կողմից ռոզիսկի մեջ է։ Ով է կալանավորում այդ ադրբեջանցում մեր սահմանի վրա։ Այնց որ թող կռուտիտ ճանեն ու շատ վտանգավոր պայմանագիր է։ Ու այդ հիմնարկն էլ որ բանալի ստեղծեն, ես նորից եմ ասում, ես կարծում եմ, որ մեջը հիմնականը թուրք են լինելու։ Կարող է Ամերիկայի քաղաքացի լինի, կարող է ասենք ինչ-որ մի երկիր,
Բայց կարծում եմ հենց Թուրքիայի էլ ելնելու է։ Այո, ցավոք, պարոն գեներալ, ձեր ասածների շատերը շատ մոտ ընթացքում իրականություն են դառնում։ Լավ, մի հարց կա, որի մասին նույնպես ուզում եմ խոսենք անպայման։ Տարածաշրջանային վերջին զարգացումների մասին, իհարկե, այնինչ կատարվում է Իրանին, չի կարող մեզ անտարբեր թողնել։ Իրանում այս ամենը պատահական չի, որ այսպես օր-օրի ավելի է բորբոքվում։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Ինչ զարգացումների սպասենք։ Պարոն Ղուշյան, ուղիղ ասեմ, Իրանում կատարվողը կապված է տարածաշրջան երրորդ երկրի կողմից մուտք գործելու փորձին։ Դա հենց կապված է հենց այդ տրիպի ճանապարհի հետ։ Հա։ Այս տարածաշրջանում փոխվում է, փորձում են փոխել ազդեցության, այսպես ոնց ասեմ, այն բան այդ կրիշի, որ կրիշա կա, չէ, ասում ռուսեն ասում, հա, տանիքն են ուզում փոխեն։ Այս տանիքներ հիմա փոխում են այս տանիքը։ Տանիքը մյուսով։ Մյուսով ու այդ process-ները պետքա տեղի ունենար։ Ու Իրանը ցավոք սրտի մեր համար ընկել է այդ խնդիրների իմիջիալոց ասեմ, մեր երկրի ղեկավարության մեղքով այդ թվում։ Այդ տրիպի ճանապարհը։ Հասկանում եք։ Այդ անգրագետ քաղաքականությանը ես միշտ ասել եմ, մենք պետք է լինեինք ստրատեգիական մեր ռեգիոնում պետք է գնայինք նրան, սա ես մի քանի տարի առաջ ասել եմ, որ մենք լինեինք մի հատ այսպես բանի մեջ, ռազմական բլոկի մեջ, հա, դաշինքի մեջ, հա, ասենք որը կարար ասենք կոչվեր, այստեղ ՕԴԿԲ-ը, հա, այդ հապկը, ընդ կարար կոչվեր ասենք Южный Կավկասկի բլոկ, օրինակ, որը ես իմիջիալոց ասեցի մի անգամ էլ ասել եմ, ՕԴԿԲ-ն պետք է ոչ թե սառեցնել, այլ գնալ մտնել ՕԴԿԲ ձևափոխել, մենք ոչ թե ՕԴԿԲ-ի անդամ ենք ուղղակի, մենք այդ ՕԴԿԲ-ն ստեղծողներից ենք, այդ հապկը, մենք այդ հապկը ստեղծողներից ենք, հասկանում եք, մենք ոնց ասել, նույն բանն է, որ իրանց լեզվով ասեմ, որ մի հատ թերթ բացես, հետո դու քո թերթի, ասենք, թերթի հիմնադիրն ես, ու մեկ էլ քո իրավունքները վերցում սառեցնում ես, բայց այդ թերթը աշխատող թերթ է։ Абսուրդ։ Ու եթե ինչ-որ բան դուրս չէր գալի, փոխեր դու հիմնադիրներից ես։ Եթե դե կան, ասենք, մյուս երկրները, որոնք հիմնադիր չեն, դու հիմնադիր ես ու վերցրու, ասենք նկատում եմ, ասենք կան բլոկեր, որ մարդիկ ասենք ՆԱՏՕ-ն, ասենք հիմա Լեհաստանը ՆԱՏՕ-ի հիմնադիրներից չի։ Լեհաստանը դուրս գա կամ, չգիտեմ, Ֆրանսիան հիմնադիրներից է, եղել է որ դուրս է եկել, հետո նորից հետ է եկել, բայց եկել է հետ, որտեղ պայմանները փոխի ինչ-որ բաներ։ Ու ստեղծիր այդ հարավային Կովկասյան ռազմական բլոկ, որտեղ կլինի Ռուսաստան, Հայաստան, Իրան եւ պահիր այդ բլոկը։ Պատահական էր, որ Իրանի դեսպանը Հայաստանում այդքան կոշտ արտահայտվեց մեր իշխանությունների հանդեպ եւ ասաց, որ այդպես չի կարելի։ Փաստորեն Հայաստանը տաքացնում է այն ուժերին, որոնք այսօր Իրանի դեմ են։ Այո, այդպես է։ Մենք ու դες ասեմ, եթե բանը Իրանը կարող է ների Ադրբեջանին, հավատացեք հայերին չի ներել։ Տեսեք ինչ եմ, ես իմ կարծիքն է դա։ Ու տեսեք աշխարհում էլ է բաներ փոխվում։ Ես կարծեմ 2 տարի առաջ ասեցի, որ եվրոպացիների եւ ամերիկացիների մեջ խնդիր է լինելու։ Մենք ակնհայտ դա տեսնում ենք։ Հետո, եթե դու Եվրոմիությանը հայտարարում ես, որ գնում ենք, մտնենք Եվրոմիության մեջ, բայց եթե մարդը գալի ասում է, ես հայտարարում եմ, օրինակ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, ես հայտարարում եմ, որ եկեք ուսումնասիրենք հարց, մտնենք, ասենք, Ռուսաստան, Բելարուսյան միության մեջ,
ասում են դու մեր անկախությանը կպնում ես, բայց որ Եվրոմիությունը դա անկախության չեն կպնում։ Ուզում եմ ասեմ, որ աշխարհում բաներ է փոխվում։ Աշխարհը դու չես կարա համեսնել ես համընդ, եթե չես հասկանում, ուրեմն ինչ ասում։ Քիչ է ասել, որ դու անգրագետ ես։ Մեր բախտը նորից եմ ասում, չի բերե այն բանով, որ երկրի ղեկավարը այդ հարցերով կներեք չի տիրապետում։ Ու ես չեմ էլ մեղադրում դրա համար, որ ինքը չի տիրապետում, բայց ինքը սիտուացիոն որոշումներ է կայացնում։ Ինքը ուզում է գնա սաղ աշխարհում կզի խափելով այդպես երկիր պայ չի լինելու։ Մի օր չափալախելու են։ Ու ցավոք սրտի չափալախ ամբողջ ժողովրդին է վերաբերվելու։ Իսկ մեզ պիտի հասկանալի պահենք աշխարհի համար։ Մենք չենք կարող մեր օրենքներով ապրենք, չհաշվի չառնելով աշխարհի օրենքները, հասկանում եք։ Որտեղ մենք թելադրող չենք, իսկ Չինաստանը չի կարող թելադրի։ Կրացած ապրելն հնարավոր։ Այո, Հնդկաստանը, Չինաստանը չեն կարող աշխարհում օրենք փոխել ու ապրեն ոնց ուզում են։ Հասկանում եք, իրանց հետ ուղղակի ի տարբերություն մեզ իրանց հետ հաշվի են նստում իրանց հետ։ Ես նույնիսկ ասում մենք կորցրել ենք խոսքի իրավունքը ոչ թե միայն աշխարհում, այլ ցավալի է եւ տարածաշրջանում։ Մենք խոսքի իրավունք չունենք։ Խոսքի իրավունք չունենք, մենք չունենք ոչ մի իրավունք, հելնենք ասենք, այ դա մեր անկախությունը, դա մեր պետք է խաղաղությունը։ Պետք է խաղաղություն, ես նորից եմ ասում, գիժելն ես, որ ունենալով այդ ռեսուրսները պատերազմ ուզես։ Բայց դու կարող ես այնպես անել, որ մենք այսպես կզած չլինենք։ Դրա համար ես հայտարարել եմ, մեր շարժման հիմնական նպատակը վերականգնել Հայաստանի եւ հայ ժողովրդի արժանապատվությունը աշխարհում։ Դա մել են սկսել են թիրախավորել։ Էսի սենց է, Կարապետյանը սենց է, էսի սենց է, էսի, որտեղ չեն կարողանում, նորից եմ ասում, իմ վերլուծականի դեմ վերլուծեն։ Չեն կարող։ Ես կարող եմ հիմա ավելի շատ բաներ վերլուծեմ, որ իրենց համար ծիծաղելի թվա։ Բայց եթե Ռուսաստանը վերջնականորեն դուրս եկավ այս տարածաշրջանից, ուրեմն իմացեք, տարածաշրջանում իշխողը լինելու է Թուրքիան, որը որ ստանալու է այդ լիազորությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվրոպացիների հետ ամերիկացիները խնդիր ունեն, այդ խնդիրը խորանալու է։ Դրա համար հիմա պայքար է գնում Ռուսաստանի համար։ Դրա համար է Տրամպը Ռուսաստանի հետ փորձում ասի լավն է, նեսեն, որտեղ չի ուզում որ Ռուսաստանը եւ եվրոպացիները իրար հետ լեզու գտնեն։ Որտեղ եթե լեզու գտան, ամերիկացիները կարող է այդ եվրոպական տարածքից ստիպված լինեն դուրս գան, այդ դեպքում իրենց Թուրքիան է պետք։ Հասկանալի է։ Եվ այդ թուրքական ժողովուրդները, որոնք արագ զարգանում են, ու Հայաստանը խանգարող էր։ Ու ինչ է լինելու։ Սկզբից ճանապարհները մենք թույլ ենք տալու, ասելու ենք, փող մի տվեք ապերանցի։ Այն որ գիտում եք, գնում ես այն առաջ փողոցներում պարկովշիկներ էին, չէ՞ կանած։ Որ տենում էին, որ ասենք ինչ որ նենց բան մարդ ես, ասում ապե ջան փող պետք չի կան, ինչքան ուզում ես։ Այ է տա լինելու։ Հետո էլա գալու են չափալախեն ասեն ախպերը դրա ձեռից վերցնենք մենք փող աշխատենք։ Այ է տա լինելու։ Ու եթե մնացին սրանք իշխանության դա ժողովուրդ ջան, պիտի պայքարենք։ Ու մենք ունենք մեծ շանսեր ունենք մեծ շանսեր այդ իրավիճակից դուրս գանք։ Եղա պարոն գեներալ, շնորհակալ եմ այսօրվա անկեղծ բաց զրույցի համար, գիտեք շատ կարևոր է, որովհետև սիրելի բարեկամներ դուք էլ հասկանում եք, չէ, որ մենք այսօր այնպեսի մի ժամանակահատված ենք ապրում, որը շատ լի է անսպասելի զարգացումներով։ Եվ ես ուրախ եմ, որ կան պարոն Կարապետյանի նման մարդիկ, ովքեր ավելի ստապ են գնահատում իրավիճակը, ավելի այսպես ստույգ իրենք հայտնում են իրենց կարծիքը եւ ամենակարևորը հուշում են մեզ թե ինչ ճանապարհով կարելի է դուրս գալ այս մղջավանջային իրավիճակից։ Շնորհակալ եմ պարոն գեներալ, որ մեզ հետ էիք։ Տեսում։ Շիրի բարեկամներ, համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ մայոր Արշակ Կարապետյանն էր մեր տաղավարում, մեր ավելի ճիշտ Մոսկովյան ստուդիայում եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարարի հետ մենք դեռ առիթներ կունենանք բազմիցս հանդիպելու։ Իսկ այսօր այսքանը, մնացեք լավատես, ցտեսություն։